Ողջույն, Կորզարալալիքի եթերում վերաթարցող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենաթարցության մասին, հայրենաթարցների հետ։ Այսօրվա մեր հյուրն է Ռեմ Դարբինյան։ Ողջույն Ռեմ ջան։ Ողջույն։ Դուք եկել եք Միացյալ Նահանգներից։ Երբ եք եկել ու ինչի համար եք հայրենաթարցել։ Երևի եկեք Միքայել հետ գնանք, թե որ երբ եմ գնացել, նոր հետո վերադառնանք, երբ եմ եկել։ Դուք ստեղից գնացողներից։ Այո, ես ծնվել մեծացել եմ Հայաստանում, դպրոց գնացել եմ Հայաստանում, բայց փոքր տարիքում ընտանիքս 90-ականներին տեղափոխվել է Ռուսաստան, Մոսկվա։ Ինչպես շատերը։ Դե մութ, ցուրտ, դժվար տարիներ էին, բոլորը գիտեին, հնարավորություններ էին ման գալի, եւ ընտանիքով տեղափոխվել ենք Մոսկվա, այնտեղ ավարտել եմ դպրոցը, ինստիտուտը, եւ մոտավորապես 14-15 տարի Ռուսաստանում ապրելուց հետո տեղափոխվել եմ Լոս Անջելես, ԱՄՆ։ Բայց նույն Ռուսաստանում ապրելու ժամանակ, նույն Ամերիկայում հետագայում ապրելու ժամանակ միշտ համարյա ամեն տարի ամառներ անց եմ կացրել Հայաստանում, միշտ ցանկությունս եղել է հետ վերադառնալ ընտանիքով եւ ամեն ինչով, այդպես կարելի ասել։ Եվ մոտ մի 15 տարի երևի ԱՄՆ-ում ապրելուց հետո որոշեցի, որ վերջնական արդեն պետք է տեղափոխվել, գալ հետ Հայաստան եւ այտենց ընտանիքին վերցրեցինք։ Երբ որ դարիներ 20 թվականին պետք է գայինք, տոմսերը գնաց էին, ամեն ինչ արված էին, բայց կորոնավիրուսը եկավ, ամեն ինչ փոխվեց, չեղարկվեցին թռիչքները եւ վերջնական տեղափոխվեցին 21-ի սկզբին։ Երկու մեծ երկիր ապրելուց հետո աշխարհի ամենամեծ երկիրները որոշում եք գալ փոքր երկիր։ Այդ որոշումը ոնց են գայացնում, հաստատ այնտեղ բիզնեսները կարել, երկու երկրներում էլ հաստատ ու վստահ եմ ավելի ծավալոտ բիզնեսներ, որովհետև մեծ երկրներ են, որոշում եք փոքր երկիր գալ։ Արդյոք ձեր բնակավարն է, որ ցեզ մղեց, որ Հայաստանից էլ կարող եմ աշխատել, թե ուրիշ կորձոններ էլ կան, որ կամ ընտանիքը միասին որոշեց։ Ինչն է իսկական։ Մի քիչ չեմ համաձայնվի, որ փոքր երկիր եմ եկել, հա, որովհետև երկրի չափերը կամ մնացած ուրիշ պարամետրները այս 21-րդ դարում մի քիչ ռելևանտ չեն։ Դե արտադրողի համար եմ ասում։ Հա, եթե հա, իհարկե, եթե ես ինչ-որ արտադրողական բիզնեսում լինեի, սերվիսի բիզնեսում լինեի, միգուցե իմ համար բան կլիներ, բայց տեխնոլոգիաների մեջ լինելով իմ համար գտնվելու վայրը այդքան կրիտիկական չէր, թե որտեղ եմ ես գտնվում, եւ դեռ 18 թվականին, ես 17 թվականից ավելի ճիշտ, ես գալիս էի Հայաստան այն մտքով, որ Հայաստանում պետք է կազմակերպություն բացեմ, եւ 18 թվականից արդեն Հայաստանում բացել ենք երևի առաջիններից Հայաստանում արհեստական բանականության կազմակերպություն 18 թվականից, այո, մենք այն ժամանակ, որ շատ քչերն էին հասկանում եւ պատկերացնում ինչ արհեստական բանականությունը, եւ երբ որ կազմակերպություն Հայաստանում գրանցում էինք, չգիտեինք ինչ կոդով գրանցենք, թե ինչով ենք զբաղվելու, չկար այդպես կոդ արհեստական բանականություն, բայց իմ ցանկությունն էր արհեստական բանականությունը բերել Հայաստան եւ փորձել Հայաստանից տարածել դեպի աշխարհ, այն ժամանակ այդպես ցանկություններ կար եւ բոլորին ասել, որ Armenian Intelligence-ը AI-ը թարգմանա որպես Armenian Intelligence, ոչ թե Artificial Intelligence, հիմք դնելով այն փաստը, որ մենք հայերս բավականին խելացի ենք, եւ բավականին լավ պատմություն ունենք ինժեներների, ստեղծագործողների, ինովեյթորների եւ մենք կկարողանանք եւ կարողանում ենք արհեստական բանականության դաշտում երևալի լինել ավելի եւ վերջի տեխնոլոգիաները ցույց են տալի, որ մենք արդեն ինչի որ առաջատար դժվար է ասել մի քիչ, հիմա շուկան շատ արհեստական բանականության աճում, բայց քարտեզում կանք համաշխարհային արհեստական բանականության, այսինքն եթե 17-18 թվականին ես նայում էի ցուցակում Հայաստանը ընդհանրապես չկար արհեստական բանականության պետությունների մեջ, հիմա համոզված չեմ որտեղն ենք, բայց մոտ 45-րդ, 50-րդ տեղում պետք է մոտավորապես լինենք։ Գիտեք, նախ սկսենք արհեստականից առաջ բարձր տեխնոլոգիաները, որ Հայաստանի առաջին, երկրորդ կամ երրորդ բնակավարն էր, որ զարգացավ, ես ինչքան Հայաստանում եմ, գիտեմ, որ դա միշտ զարգացում է շնորհիվ ծրագրավորումների, ինժեներների, որոնք Հայաստանում կան։ Հիմա ոնց է ստեղծվել, որ Հայաստանը, չգիտեմ,
Հնդկաստանը շատ ուժեղ են այդ բնակավարների մեջ, այդ պատճառները պետք է ուրիշները ասեն, բայց մենք գիտենք, որ այդ բնակավարը շատ ուժեղ էր։ Հիմա եկավ գծվեց իրեն, որը իրար հետ կապ ունեն արհեստական բնականությունը։ Ու դա էլ ժամանակա պետք որ աճի, բայց աշխարհում մեկ շատ մեծ տեմպերով առաջ գնում, արդեն վնասում է նաև որոշ գազագերբությունների, որ այստեղ ծրագրավորում են անում, սկսում են մարտիկ ազատել եւ այլն։ Դուք ինչ էր ծեր առաջին քայլերը, ասում եք, պատրաստած էի դաշտը, հետո եկա 18-ին շարունակ կամ 20-ին շարունակեցիք այդ ընկերությունը։ Դժվար էր։ Դժվար ասելով, որ Այսինքն այդ հեշտությունը որ գա, չգիտեմ, ասենք արևմտյան ներգիրներում, որոնք շատ բաներ կա, մատերիալից բռնած, մինչև գրանցումներ, թիմ հավաքել եւ այլն, ունեիք այդ խնդիրները։ Երևի իմ ամենամեծ խնդիրներից մեկը Հայաստանում բիզնես անելու տարբերություն այն բիզնեսի, որ արել եմ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, երևի մի քիչ mindset-ներ, աշխատանքային mindset-ը, հա, հայկական իրավիճակը մի քիչ ուրիշ ձև են աշխատում, թիմի անդամները ուրիշ ձև են պատկերացում, կազմում, թե ոնց է պետք product-ը ստեղծել, հա, ավելի, բայց դա ժամանակ տևեց, մինչև կարողացանք թիմին բացատրել, process-ներ ներդնել եւ այլն եւ կարողացանք բերել այն աստիճանի, որ արդեն աշխատում է համաշխարհային ստանդարտներով։ Հյուրերի մեծ մասը որ կորձարար են եղել, նույն հարցն են ասում, թեկուզ իրենք արդյունավետություն կամ քյուղատնտեսություն ունեցել են այս խնդրը, որտեղ mindset-ը մի քիչ դժվարո դա, մի քիչ ավելի դանդաղ է, շատ ադեն խելացի է, բայց դանդաղ է։ Այդ բոլորը որ արեմուտքում գան ամեն ինչ պետք է մի քանի օրվա մեջ արագ անես, ես էլ այդ խնդրեմ ունեցել եմ մեր թիմերի հետ, որ շուտ աշխատանքը չի լինում, իսկ մենք ուզում ենք ամեն ինչը արագ անեն, որ նախ ծախսը ավելի քիչ լինի, հետո ավելի շուտ հասնես, կոնկուրենցիայից անցնես եւ այլն։ Այդ բոլորը գային, բայց մեր լավը այնա, որ հիմա սերնդափոխություն է եղել։ Այսինքն ով սովետի մեջ էր ապրել կամ ծնվել կամ այդ mindset-ով էր, դժվար էր համոզելը, բայց նորերը որ բանի ժամանակ են ծնվել անկախությունից հետո արդեն ավելի հեշտ է համոզել ճիշտ է ցել թիմը դժվար է համաձայնվել, ասենց ասեմ ավելի կախված էր աշխատանքային փորձից։ Այսինքն եթե մարդիկ ունեին աշխատանքային փորձ արդեն այդ աշխատանքային փորձը աշխատել էին ոչ միգուցե պրոֆեսիոնալ ինչ որ պայմաններում, հա, որովհետև հասկանալի է որ Հայաստանում նույն IT ուղղությամբ, նույն տեղեկատվական ոլորտի ուղղությամբ շատ մեծ փորձ չէին ունեցել ոնց համաշխարհային պրոյեկտների հետ աշխատեն, ստանդարտների համաձայն եւ այլն, եւ աշխատել էին ոնց կարողացել էին։ Եվ այն մարդիկ, որոնք արդեն փորձ ունեին, արդեն սովորել էին վատ ձևով աշխատել, կարելի է այդպես ասել, բայց այն մարդիկ, որոնք փորձ չունեն, ես ավելի չի գցի, որ ասենք սովետական միություն, խորհրդային Հայաստան եւ այլն, տարիքային, ավելի աշխատանքային փորձից կասեի։ Այսինքն եթե իրանք փորձ ունեին դեպի ոչ պրոֆեսիոնալ միջավայրում աշխատելու, դա բերնում էր նրան, որ իրանք արդեն չէին կարողանում ճիշտ ձևափոխվել, ժամանակին արագ ձևափոխվել, որտեղ սովորել էին հին ձևերով աշխատել։ Իսկ հայրենադարձելուց հետո դուք այդ թիմը որ գազմեցիք, որոշ խնդիրներով հետո գոհ էիք իրենց արդյունքներից։ Իհարկե, շատ ժամանակի ընթացքում հա արդեն ոնց որ սովորեցինք աշխատել թիմի հետ, հասկացանք թե ոնց անենք դա, բավականին երկար process տվեց, բայց շատ ուրախ եմ։ Արհեստական բանականությունը իսկապես հիմա մարդուց համար շատ վտանգ է ցույց տալիս, այսինքն որ իրենք շատ աշխատատեղեր կգրջատվեն, բայց նաև ունեցել ենք մենք այդ փուլերը, ինտերնետը որ եկավ, չգիտեմ, դրանից հետո երևի հեռուստացույցը որ մեջտեղ եկավ, ռադիոն, միշտ եղել է բնակավարներ, որ այլևս հանգել են, ուրիշ բնակավարներ են ստեղծվել։ Դուք ոնց եք նայում այս արագ տեմպերի արհեստական բանականության, արդյոք կստեղծվեն ուրիշ գործեր, որոնք գվերցնեն այդ ծրագրավորողները, որ հիմա կորձից հեռացվում են։ Տեսեք, մի քիչ ավելի երևի ավելի հետ կգնամ, ավելի կհամեմատեմ սա երբ որ մարդիկ անցան կառքերից ավտոմեքենաների, հա, որտեվ շատ արագ ձևափոխվեց մի հատ մեծ շուկա եւ բավական չափ շատ մարդ կառքապաններ, ձիապաններ, այդպես դարբիններ մնացին առանց գործ, բայց ժամանակի ընթացքում հայտնվեց ուրիշ նոր գործեր։ Հա հիմա ավտոմեքենաների գծով, էլեկտրական ավտոմեքենաներ, անվադողեր, մեխանիկներ եւ այլն եւ այլն։
տարբերությունը, եթե տարբերություն ենք նայում հիմիկվա իրավիճակի, արհեստական բանականությունը շատ արագ ավելի ձևափոխում, քան թե նույն ուրիշ տեխնոլոգիաներ, որ կային այն ժամանակ, հա, այսինքն դա իհարկե բերելու է նրան, որ շուկաները շատ արագ ձևափոխվում են, իհարկե շատ աշխատատեղեր կրճատվում են եւ բոլորի մոտ տրամադրություն է ստեղծվում, որ արհեստական բանականությունը իրանց առանց գործ է թողելու։ Բայց իրականությունը ցույց է տալիս, որ նույն գործատուները դեռ պետքություն ունեն բավականին շատ մարդկային ռեսուրսների եւ հետագայում մարդիկ կորցնելու են իրենց գործը ոչ թե արհեստական բանականությանը, այլ այն մարդկանց, որոնք կարողանում են օգտվել արհեստական բանականությունից։ Ճիշտ աշխատեն։ Հա, այսինքն գալիս է, որ եթե դուք ինչ որ տեխնոլոգիա եք սարքում, ինչ որ ծրագրավորում եք անում եւ շարունակելու եք առանց արհեստական բանականության դա անելու, ժամանակի ընթացքում ձեզ կփոխարինեն այն մարդով, որը մի քիչ միգուցե ձեզանից ավելի քիչ պրոֆեսիոնալ է, բայց կարողանում է օգտագործել արհեստական բանականությունը, դրանով ավելի շատ ինքը արդյունքների է հասնում եւ ավելի պրոդուկտիվ է դառնում, քան թե դուք կարող եք երբևիցե դառնալ։ Այսինքն մարդկանց փոխարինում են մարդիկ, որոնք կարողանում են օգտվել նորարար տեխնոլոգիաներից։ Հիմա նպատակը էս գրճատումներին այն չի, որ մարդիկ քչացնենք, որովհետև արհեստական բանականությունը ավելի էժան է, ոչ թե որ 7 հոգի հանենք, 7 նոր մարդ բերենք։ Շատ ժամանակ ավելին ասեմ, խնդիրը գալիս էր նրանից, որ առաջինը 20 թվականից հետո շատ տեխնոլոգիական կազմակերպություններ overhire-ներ արեցին։ Հա, որտեղ այտենց տեխնոլոգիաներ փոխվեց, հնարավորություններ բացվեց, իրանք շատ մարդ գործի ընդունեցին եւ հիմա իրանք կրճատումներ են անում ոչ թե որ արհեստական բանականությունն է եկել, այլ աշխարհում կրիզիս է, ուրիշ խնդիրներ կան, այսինքն պետք է մի հատ հստակ նայել թե ինչից է։ Պետք չէ գավենք աղան։ Հա, այսինքն շատ դեպքեր կա, որ overhire-ին արի շատ են մարդ գործի ընդունել, հիմա կրճատումներ են անում։ Ընդհանուր մենք հիմա կրիզիսի մեջ ենք, եթե նայում եք կողքերը, հա, ֆրոդիկակ չի թվում, չի երևում, բայց մենք բավականին անկումային պերիոդում ենք, երբ որ փողային բավականին մեծ խնդիրներ կան աշխարհում, գները բարդ նավթի նույն մնացած ուրիշ բաների բարձրանում իջնում են, շատ տատանողական են, դա ազդում է շուկաների վրա եւ հետեւաբար բոլոր ոլորտները այդ տատանումներից հա գործ են կորցնում, դա էլ է ազդում։ Բայց մյուս այրևի ամենակարևոր կոմպոնենտներից մեկն էր, որ շատ ժամանակ նույն ծրագրավորողները քիչ լինելու պատճառով կազմակերպությունը վերցնում էր գործի եւ չէր կարողանում իրենց կրճատել, որտեղ ինչ որ մեկ այդ գործը պետք է աներ։ Հիմա եկել այն ժամանակ, որ ինչ որ տոկոս կա ծրագրավորողների գործերի, որ մարդկանց գործից ազատում են, որովհետեւ արհեստական բանականությունը ցույց է տալի, որ իրանք ոչ էֆեկտիվ էին աշխատում։ Այսինքն, եթե մարդը գալիս էր գործի եւ գլուխ էր պահում եւ ինքը 8 ժամվա իր աշխատանքի ընթացքում էֆեկտիվ աշխատում էր 1.5-2 ժամ, հա, եւ դու իրան փոխարինում ես արհեստական բանականությունով ինչ որ փոքր կտոր եւ տեսնում ես, որ էֆեկտիվությունը աճեց 10-20 անգամ, հա, ստացվում է, որ հա, ոչ թե արհեստական բանականությունը այդ մարդուն գործից հանեց, այլ այդ մարդը ոչ էֆեկտիվ էր աշխատում, չէր իր էներգիան եւ ռեսուրսները դնում գործի մեջ եւ արհեստական բանականությունը եւ տեխնոլոգիաները ցույց տվեցին այդ բաց թողումը։ Իսկ ուրեմն դուք այդ մարդուն ինչ խորհուրդ կտաք։ Հիմա դուրս եկավ զգաց, որ ինքը սխալ է աշխատում, բայց նաեւ քիչ գիտելիքներ ունի արհեստական բանականությունից, ունի ինքը հնարավորություն ինքնաշխատությամբ իր դնից սովորի ավելի on-line-ով, հետո հետ գնա ինչ որ միտեղ կորձի դիմի։ Միանշանակ։ Մենք հիմա շատ հետաքրքիր դարաշրջանում ենք ապրում, որ ինֆորմացիան եւ տեխնոլոգիաները բավականին տարածված են եւ բաց են։ Ցանկացած նոր տեխնոլոգիա, ցանկացած նոր բան դուք ավելի շուտ ինտերնետով կսովորեք, քան թե ցանկացած կուրսերին կամ ինստիտուտ գնալուց։ Հա, ինչ է սա նշանակում։ Նշանակում է, որ եթե դուք ունեք ցանկություն նոր բաներ սովորելու, հնարավորությունը ձեր առաջ են։ Մտեք YouTube, մտեք տասնյակ կայքեր կան on-line դասերի տեղեր կան, որոնք ամեն օր ամեն ինչ պատմում են եւ բացատրում են հետեւեք նորություններին, շատերը անվճար են, դաժե մի կոպեկ փող պետք չի ծախսել, հա։ Նույն YouTube-ում հարյուրավոր, միլիոնավոր
վիդեոներ կա, որը բացատրում է ոնց ամեն արհեստական բանականության տեխնոլոգիաները աշխատում։ Այսինքն, եթե դուք ունեք ցանկություն սովորելու, հիմա մենք ապրում ենք իդեալական դարաշրջանում, որտեղ նայում ենք 30-40 տարի առաջ, երբ որ դեռ ինտերնետը չէր զարգացել կամ չկար, դեռ նույնիսկ ասենք 70-ական թվականներին, 70-ական թվականներին ինտերնետ գոյություն չուներ։ Դες եթե ինչ-որ ինֆորմացիա էր, պետք դուք գնում էիք գրադարան, գտնում էիք գիրք, որը կարող արդեն 20 տարի հին էր, եթե գտնեիք, հա։ Նորարար բաներ չկար, դուք մենակ մարդկանց հետ խոսալուց կարող եք ինֆորմացիա ստանալ։ Հիմա ամեն ինչ հասանելի դրած է նոր տեխնոլոգիան։ Հելնում է 1-2 օր հետո մտնում եք YouTube, մարդիկ բացատրում են ոնց դա օգտագործեք, ոնց դա սովորեք, ոնց դա սարքեք ձեր գործիքը։ Այսինքն ստացվում է, որ այն մարդիկ, որոնք ցանկություն ունեն նորարար տեխնոլոգիաները սովորելու, ցանկություն ունեն առաջխաղացումներ անելու իրենց կյանքում, այդ հնարավորությունը իրենց առաջ է։ Ու հիմա մեղադրել, որ ես մնացի առանց գործ, որովհետև տեխնոլոգիան ինձ անցավ, ինձ փոխարինեցին տեխնոլոգիայով, մի քիչ ճիշտ չեմ համարում ես այս դարաշրջանում։ Այսինքն գարա ինքնաշխատությամբ հետ սովորի, հետ թիմի կամ նույնիսկ on-line-ով գործեր գտնի լիքը գա, չէ՞։ Իհարկե։ Ճիշտ է, գամ որ մի քիչ խափուսիկ են, բայց գամ որ էլ ֆիքս խումար է աշխատում մարդ իր դանը նստած։ Ես շատ մարդիկ գիտեմ, որոնք բազմազան ուրիշ մասնագիտություններ ունեին եւ այս 1-2 տարվա մեջ սովորեցին աշխատել generative AI-ի հետ, արհեստական բանականության հետ, ասենք նկարներ գեներացնել, վիդեոներ գեներացնել։ Հիմա իրանք օրինակ համար YouTube-ում մուլտիկներ են նկարում, իրենք օգնում են ուրիշ մարդկանց իրանց սոցիալական ցանցերի նկարները անեն եւ դրանով գումար են աշխատում։ Այսինքն մարդը միգուցե ուրիշ մասնագիտությունն էր, բայց արագ ձևափոխվեց, արագ հասկացավ ոնց տեխնոլոգիաները կարող է օգտագործել, որովհետեւ պահանջարկը կա, մարդիկ ուրիշ հիմա բաներ են պահանջարկ անում, նորարար տեխնոլոգիաներ։ Եվ ստացվում է, որ մարդիկ, որոնք տեխնոլոգիաներից նույնիսկ շատ հեռու են, հիմա հնարավորություն են ստանացել մրցելու են մարդկանց հետ, որոնք տեխնոլոգիաներից շատ լավ են, որովհետև քանի որ տեխնոլոգիաները նոր են, նույնիսկ տեխնոլոգիաների մարդիկ լավ չեն պատկերացնում, թե ոնց է դա աշխատում։ Ստացվում է, որ եթե դուք առաջինը դա սովորեք, գնաք շուկա աշխատանքային, ինչու եւ ոչ։ Գիտեք, դուք պիոներներից եք արհեստական բանականությունը Հայաստան բերելուց։ Հիմնական հարցը դա մեծ թեմա է, համաշխարհային թեմա է։ Հետաքրքրում կլինեն համալսարաններում դպրոցներում նույն վիճակում ինչ որ ասում ես հիմա մի գոճակով ինքը կարողանում է այդ գիտելիքը արհեստական բանականությամբ ChatGPT-ով ասենք բերի ինչքանով արդար կամ ճիշտ որ ինքը երթակ քիրքեր սովորի ոնց որ մենք ենք սովորել դպրոցում ու դրա փոխարինող մի բան սովորի հիմա ու մնացածը որ ավելի խորը գարա GPT-ով ստանա այդ ինչ որ ուզի ինչպես եք տեսնում այս ուղղությունը։ Դե իրականում եթե մենք նայում ենք մեր կրթական համակարգներին, ոչ մի կրթական համակարգ, նո եթե մենք խոսում ենք տեխնոլոգիաների մասին, ստեղծված չի եղել ու չի կարող լինել, որ սովորացնի ամենավերջին նորարարությունները, որովհետև մինչև այդ ծրագիրը կազմում են, մինչև իմպլեմենտացնում են, մինչև դուք գնում եք հասնում եք այդ տարիքին, որ այդ որերորդ կուրսում անցնեք այդ տեխնոլոգիաները, դա անպայման հնանալու է։ Ինչը մեզ սովորացնում համասարանները, սովորացնում են աշխատել տեխնոլոգիաների հետ, հա, սովորացնում են հիմքը։ Եվ դա շատ կարևոր է, որովհետև առանց այդ հիմքի հետո այն ինֆորմացիան, որ մենք ChatGPT-ից կվերցնենք, ասում ես ականջից կմտնի, ականջից դուրս կգա։ Հա, դրա համար շատ կարևոր է ֆունդամենտալ գիտելիքները ստանալ համասարանում, որ հնարավորություն ունենալ նույն այդ մեկ կոճակով արհեստական բանականությունից ստացած տեխնոլոգիաները ճիշտ ընկալել եւ ներս տանել եւ օգտագործել այդ տեխնոլոգիաները, ոչ թե ոնց որ վերցնել, կոպի անել ինչ որտեղ եւ copy paste անել եւ ներս չմտցնել, հա, որովհետեւ դա կբերի նրան, որ հա դուք կդառնաք մի մարդ, որ մի տեղից մի տեղ կարողանում է copy անել, բայց չի կարողանում հասկանալ արդյոք այդ տված ինֆորմացիան ռելևանտ էր, ճիշտ էր, ակտուալ էր, հա, եւ այլն եւ այլն։ Եվ մենք գիտենք, որ արհեստական բանականությունը շատ ժամանակ փորձում է մեզ շոյել, գովել եւ փորձում է մեզ եթե ինֆորմացիա նույնիսկ չի ունենում, խափել, բայց չի ուզում ասի, որ ես չգիտեմ սա, հա։
ի տարբերություն մարդուց, երբ որ հարցնում ես մարդը չգիտի, ասում է ես չգիտեմ, պատասխանում է, ինքը փորձում է ինչ-որ տարբեր ձևերով ձեզ ինչ-որ պատասխան տա, հա, եւ հորինում է շատ ժամանակ, ինչպես ասում են հալյուցինացիաներ անում, եւ դա բերում է նրան, որ դուք եթե դու ֆունդամենտալ գիտելիքները չունեք, դուք չեք կարող հասկանալ արհեստական բանականությունը ձեզ խափեց, թե իրականություն ասեց։ Էլի յանքի բանի խնդիրներից, որ մարդոց հետ որ նստում ես, չգիտես խափում է քեզ թե իրական է խոսում։ Դե ի տարբերություն մարդկանց շփումի, երբ որ մարդիկ շփվում են իրար հետ, կա ուրիշ պարամետրներ, կա ձայնի տոնայնություն, կա ասենք շփում, աչքեր, դեմքի արտաֆիզիոգնոմիկա կա, հա, ասենք եւ այլն, հնարավոր է ինչ որ ձև հասկանալ եւ մարդիկ instinct level-ով հասկանում են, հա, բայց երբ որ քեզ տեքստով ինչ որ մեկը գրում է, այտենց շատ համոզիչ ինչ որ բաներ ա պատմում, եթե դուք մասնագետ չեք, դուք համոզվում եք նամանավանդ։ Այսինքն ջարբիկ լինելը նաեւ հիմա էլի վերնակիրն է, ինչպես առաջ մեր համալսարանում ամենաբարձր միավորներ բերողները, որ չեմ որ հետո յանքում հաջողվեցին, ջարբիկներն են, ջարբիկությունը շատ կարեւոր է նաեւ արհեստական բանականության հետ։ Մեր թեմանից մնալով հայրենադարձության հետ կապված ոնց է ընտանիքը այսքան դարի դուրս մնալուց հետո որոշ ժամանակ շատ դժվար է համագերվել, ճիշտ է անհնար չի, բայց ինչքանով հետո ուրախ էիք, որ դուք ձեր արմադի մոդ էիք, որովհետև ի վերջո արմադի գող կլինելա իսկապես ուրախություն է, որ ուր որ էլ գնաս երկրորդ կարգի կամ երկրորդ սորտի մարդ ես երկրներ որ ապրել ենք մենք ինչպես էր այդ ընկալումը ընտանեկան կետնի վրա։ Ընտանիքը կինո շատ լավ ընդունեց, մենք էսի միասին որոշում ենք կացրել, երեխաները, երկուս երեխաներս դրսում են ծնվել, ամենայում են ծնվել։ Հա, դա շատերի խնդիրն է։ Եվ իրենք խնդիր ունեն այստեղ տեղափոխվելու, բողոքում են, որ ընկերներ չեն ունենա, վատ է, չեն ուզում տեղափոխվեն, որովհետև իրենց հարմար է, դե հասկանալի է։ Ես էլ եմ նույն ձևը երեխա ժամանակ, երբ որ տեղափոխվում ենք Ռուսաստան, բայց հիմա արդեն երեխաներս ավելի անցել է մի քանի տարի, հա, 6 տարի, համարյա արդեն անցել է 5-6 տարի, մեծացել են եւ իրենք են գալի ասում, որ իրենք շատ ուրախ են, որ տեղափոխվել են այստեղ եւ այստեղ են մեծացել, որովհետեւ իրականում հասկացել են թե ինչ է ընկերությունը, թե ինչ է հայրենիքը, ընտանիքը, ոնց որ հասկացել են թե ինչ ընտանեկան միջավայրում մեծանալը, հայրենիքում մեծանալը եւ այլն, հա։ Եվ իմ առաջի բաներից մեկը, ընդհանուր կոնցեպտներից մեկը նույնիսկ դաժե երեխաների համար ես որոշեցի վերադառնալ, որովհետեւ նամանավանդ 20 թվականից հետո ԱՄՆ-ում շատ էին տարբեր դպրոցներում փորձում ինչ որ բաներ մտցնել երեխաների գլուխը եւ երեխաներս այն տարիքին էին, որ դպրոցում անցկացնելով որվա մեծ մասը ինչ իրենց սովորացնեն, հիմա դա իրանց ֆունդամենտ էր դառնալու։ Հա, եւ հասկացա, որ եթե հիմա որոշում չկայացնեմ այդ տարիքում իրենք շարունակեն մեծանալ ուրիշ երկրում, հետո ինչքան էլ մեծ տարիքում իրենք հետ տեղափոխվեն, արդեն շատ դժվար կլինի իրենց մտածելակերպը փոխել եւ չեմ զղջում իմ որոշման մասին։ Իրենք շատ ուրախ են ասում, արդեն հասուն են բավականին եւ արդեն հասկանում են, կարողանում են տարբերել, տեսնում են իրենց ընկերները եւ ուրիշները թե ինչպես են ԱՄՆ-ում այդ իրենց տարիքի երեխաները ոնց են մեծացել, ոնց են ձևափոխվել եւ շատ ուրախ են, որ իրենք Հայաստանում են մեծացել։ Ինչ ստրատեգիական ճիշտ որոշում է, որ այս է շատ կարեւոր է, որ տարիքին տեղափոխվել, որը մարդիկ վաղը մյուս տարի են ասում, հետո երեխեքը մեծանում են, իրենք չեն ուզում կան, դա էլ մեզ համար օրինակ է ծեր ընտանիքը, որ ինչպես ճիշտ է ճիշտ ժամանակին որոշել, հետո որ փրկես կան, որ security-ն միան մարմնային ու ֆիզիկական ու ոչ պատերազմային երկիրներ ապրելով չէ, security-ն նաև ընտանեկան, բարոյական security մասով էլ ասեմ, էլի նույն օրինակի համար ԱՄՆ-ում երեխային ամեն օր դպրոց ուղարկելուց դու համոզված ես, որ ինքը անվտանգ է լինելու։ Սա էլ հաշվի առեք, հա, ԱՄՆ-ում հաշվի առնելով թե ինչքան են school shooting-ներ ելնում, ինչքան են կրակում դպրոցներում եւ այլն, եւ ինչ ուրիշ վատ բաներ է տարածված լինում դպրոցներում, մի քիչ ավելի ուրիշ ձև ես ընկալում, թե երեխայի ապագան ոնց կլինի։ Նույն երեխան օրինակի համար շատ տեղերում
դու չես թողնի երեխային, փոքր երեխային մենակով իջնի բակ խաղա կամ քայլի մի տեղով, հա։ Հայաստանում դու դրա այդ խնդիր չունես, Հայաստանը top պետությունների մեջ է, երևի top 3-4 պետությունների մեջ է իր անվտանգությամբ համարվում։ Նամանավանդ երեխաների հանդեպ շատ անվտանգ է, հա, մարդկանց վերաբերմունք երեխաների հանդեպ ուրիշ տեղ է։ Դա մեծ պլյուս է, որը պետք է բոլոր ծնող մի հատ հասկանա եւ ընդունի։ Եվ ճիշտ ժամանակին որոշի, որովհետեւ հետո ուշ է արդեն։ Ինքը կարող է կա, բայց իրենք չկան, այդ մենք մեզ այդ չէ կարևորը սերունդներ կան ստեղ ու հետո շարունակվի իրենց ընտանիքը։ Դա ամենակարևորը։ Մի քիչ պետք է հասկանալ եւ ընդունել այն ֆակտը, որ շատ ժամանակ դժվար է լինում տեղափոխվել, որովհետեւ դու հարմարվել ես ինչ-որ քո բաներին, հարմարվել ես ինչ կա Հայաստանում, դա մի քիչ ուրիշ ձև է, բայց դա պետք է ոնց որ ընդունել, որ ասում է բառը, հա, տենց աստիճանը շատ բարձր չդնել, որ տեղափոխվելով Հայաստան պետք է սпасել եւ ընկալել նույն ձև ամեն ինչ որ արտասահմանում է, բայց եթե դուք նորմալ դարձին վերաբերվեք, շատ լավ է Հայաստանը։ Բայց օրինակները շատ են, մենք նախահայրերը գնացին դարբեր ուղություններով արաբական երկիրներ, Ֆրանսիա եւ այլ առանց լեզու իմանալու, դրանք հարմարվեցին ու սերունդներ ծնվեց։ Դուք գնացիք Ռուսաստան, Ամերիկա, վստահ եմ որ հեշտ չի հարմարվեցին ծեր ծնող կնդեղ, հենց որ արեցին։ Հիմա էլ ստեղ քալը ինչքան դժվար է, շատ հեշտ է իմ համար, ես նույնիսկ որ ծնված մեծացած չեմ, շատ հեշտ է, որովհետեւ շատ բաներ կա, որ նույնանման ենք մտածում, ճիշտ է, նույն երկրում չեն գաբրել, բայց ի վերջո հայը հայի հետ գտնում է այդ լեզուն, որոշ փոքր չգիտեմ, մտածելակերպի խնդիրներով, որոնք հիմա արդեն էդել չկա։ Դա խնդիրը մի քիչ լեզու բառը ասացիք, դա ասեմ էլի, շատ կարևոր է դառնում, թե ինչ լեզվով է մարդը մտածում։ Հա, ինչ որ տարիքից սկսած նամանավանդ եթե երեխաները տանը արտասահմանում խոսում են հայերեն, դեռ մտածում են հայերեն երեխաները, երբ որ սկսում են գնալ դպրոց, արդեն նամանավանդ ավագ դպրոց, ու իրենց բոլոր ընկերները արդեն ամերիկացի են կամ ռուս են կամ եւ այլն, իրենց մտածելակերպը, խոսելաձևը փոխվում է։ Դա ազդում է արդեն իրենց աշխարհայացքի վրա, որովհետեւ դու ինչ լեզվով ներսում քո գլխի մեջ մտածում ես, դա ազդում է թե ինչպես ես դու վերաբերվում ամեն ինչին քո կողքին գտնվող աշխարհում, հա, ստացվում է որ եթե տարիքը բաց է թողնվում, հա, հետագայում շատ դժվար է լինում հետ վերադարձնել եւ սովորացնել մարդուն, որ ինքը մտածի հետ հայերեն մտածի, տենց ասած, հա։ Եվ շատ ժամանակ մենք տեսնում ենք եւ տարբեր տարիներ են եղել, որ հայերը վերադարձել են Հայաստան, ու եթե իրանք այդ տարիքից անցած են եղել, որ երբ որ արդեն մտածում են ուրիշ լեզվով, իրենց շատ դժվար է եղել ինտեգրվել հայկական էկոսիստեմայի մեջ Հայաստանի։ Ռեմջան, դուք օրինագելի եք ինչ առումով, որ նախ Հայաստանին գնացած հետ վերադառնալը շատ ավելի հեշտ է, վստահ եմ ստեղ ընտանիք կամ նախկին ընկերներ ունեիք, թե ծեր ծնողքը թե դուք, շատ ավելի հեշտ է հայրենադարձելը, ասենք, որով գիտեք ստեղի որոշ բաները, ծեր բնակավարը կարելի է արցանց աշխատել, շատ սպյուրքահայեր որ արցանց աշխատում են, ավելի լավ չի Երևան ինչ որ դան մեջ աշխատես, քան հերու սպյուրքում, ու նաև ճիշտ որոշում եք կայացրել ճիշտ տարիքում երեխաները ստեղ բերել, այս բոլորը միասին թող օրինակ դառնան շատերին, որոնք վստահ եմ շատ են աշխարհով եք մեր սպյուրքահայերը, որոնք մի բան են պետք իրենց համոզելու որ հայրենադարձին մեր նման հանգիստ կյանք ապրենք, ոչ ոք զորով չի մնում ստեղ մեր նման։ Շատ ուրախ ենք, շատ ապահով ենք, շատ հանգիստ ենք։ Նամանավանդ ասեմ հիմա մի հատ տենց շատ փոքր ֆակտ, հա, երևի բոլորը երևի տեսել են թե ինչքան թռիչքներ կա Հայաստանից դեպի տարբեր պետություններ։ Հիմա ավելին ասեմ, նույն Հայաստանից ցանկացած եվրոպական պետություն թռնելը ավելի էժան ու հեշտ է դարել, քան թե նույն ԱՄՆ-ից։ Դուք կարող եք հիմա Տոմս գնել, ուրբաթ թռնել Ռոմ, հա, կոֆե խմել, մի հատ ինչ որ այտենց պիցա ուտել եւ վերադառնալ, դա կարող է ավելի էժան նստել, քան թե ԱՄՆ-ում դուք միգուցե գնաք մի հատ ռեստորանում հաց ուտեք, հա։ Այսինքն հնարավորությունները Հայաստանը լինելով շատ լավ գեոգրաֆիկ տեղով, մենք շատ հարմար տեղ ենք։ Եվ ստեղ գալիս է այդ մտածելակերպը, որ պետք չի Հայաստանին նայել ինչ որ խնդիրների տեսակետից, այլ պետք է մյուս կողմներ նայել, թե ինչքան հնարավորություններ է բացում Հայաստանը մարդկանց առաջ։ Ավելին ասեմ, հիմա Հայաստանը լինելով կենտրոնը տարբեր փոփոխությունների,
հա, աշխարհային տեխնոլոգիաների եւ այլն, ավելի մեծ հնարավորության դռներ է բացում բիզնես անելու եւ զարգանալու եւ աճելու, որովհետեւ ինքը աճող պետություն է։ Ճիշտ է։ Չի հասել միտեղ, որ ավելի դժվար է։ Այո, դեռ մենք շատ մեծ պոտենցիալ ունենք եւ դա մենք ամբողջովին դեռ չենք օգտագործել եւ շատ բիզնեսի եւ տեխնոլոգիաների զարգացման կետերում ենք գտնվում, դեռ առաջնակետերում ենք գտնվում։ Շնորհակալ եմ շատ Ռեմժան, այս արդյունավետ զրույցի համար։ Հույսով եմ ձեր օրինակը շատերի համար կդառնա որոշում, որ քայլեն իրենք էլ որոշեն ու հայրենադարձեն։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Իհարկե, շատ ուրախ կլինեմ, որ մեր նման մարդիկ ավելի շատ վերադառնան Հայաստան, որովհետև իմ տեսակետից ամենակարևոր բանը դառնում է դա ոչ թե միայն ձեր վերադարձն է Հայաստան, այլ ձեր փորձն է, որ դուք բերում եք Հայաստան։ Այսինքն ես վերադառնալով Հայաստան իմ հետ բերել եմ տարիների դրսում ապրելու փորձը, իմ աշխատանքի փորձը, որը ես տարիների ընթացքում կիսում եմ լոկալ շուկայի հետ, որը բերում է նրան, որ Հայաստանը էլ մի քայլ առաջ է զարգանում եւ առաջ գնում։ Եվ տեղափոխվելով Հայաստան եւ բերելով ձեր փորձը ձեր հետ, դուք ոչ թե մենակ դուք եք տեղափոխվում եւ փոխում եք ձեր կյանքը, այլ ձեր հետ դուք փոխելու եք հարյուրավոր եւ հազարավոր ուրիշ մարդկանց կյանքը։ Շատ ճիշտ է, որովհետեւ ոչ միայն pedagogan մարմինն անում է, մենք էլ անհատապես բերում ենք ինչ-որ մի բան, որ զարգացնում է այս երկիրը, որը միշտ սերունդները վերցնելով մեր փորձը շարունակում են, որ հասնենք մեր երազած հայրենիքի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։